Բարև ձեզ Factor TV հյուրը մեր ձևով շարժման անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանն է, բարև ձեզ Տիկին Մելոյան։ Հայկական ժամանակը տեղեկություն է տարածել, որ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու համար Նարեկ Կարապետյանի հետ ձեր շարժման համակարգողի հետ կապված քննչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված, ըստ այդ տեղեկությունների նա չի անցել, որ ռենտգեն հետազոտություններ եւ ՔԿ-ն ըստ էության դա է պահանջում անցնել այդ հետազոտությունը, ինչ մանրամասներ կհայտնեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այս տեղեկատվությունը ձեր հարթակում ծանոթացա եւ մի քիչ առաջ է հրապարակվել։ Բանալի բառը հայկական ժամանակն էր։ Ինձ բավականին մտահոգում է, որ այսօր մեր մեդիա տիրույթում զանգվածային լրատվության միջոցը, որը հատկապես մերձ իշխանական է, մենք բոլորիս քաչ հայտնի է, հա, որ այսօր գործող վարչապետի ընտանիքին է այն պատկանում, նման տեղեկատվության արտահոսք է կազմակերպում։ Նույն հայկական ժամանակը, եթե կհիշեք, վերջերս Սամվել Կարապետյանի դատավարության ժամանակ, երբ միջնորդություն էր քննվում նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ, դեռ դատավարության ընթացքում տարածեց տեղեկատվություն, որ Սամվել Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվեց։ Ժամեր անց իհարկե այդպես էլ տեղի ունեցավ, ու այստեղ հարցադրում է հա ցակում, արդյոք սա խմբագրական թելադրանք է կամ միջամտություն է արդարադատության նկատմամբ։ Դուք ենթադրում եք պարոն Կարապետյանն, Նարեկ Կարապետյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին։ Ինձ մտահոգում է, որ իշխանական լրատվամիջոցը այսպիսի տեղեկատվություն է տարածում, որովհետև բոլորիս հայտնի է, որ վերջին օրերին բավականին բազմածավալ կերպով քննարկվում է պարոն Կարապետյանի զինծառայության անցած լինելու հանգամանքը, ու բավականին կարծում եմ խրտնեցրեց այն հանգամանքը, որ պարզվեց, որ պարոն Կարապետյանը ինքնակամ դիմում է ներկայացրել զինված ուժերին, որպեսզի անցնի 2 տարվա պարտադիր զինծառայություն եւ նրա դիմումը, ու ասեմ ավելին, հա, դա տեղի է ունեցել 2018 թվականին։ 28 տարեկան հասակում է եղել պարոն Կարապետյանը դիմումը։ Ես ճիշտն ասած մանրը տարիքային առումով չեմ հաշվարկել, այսինքն պարզ է, որ 27-ից ավել տարիք ունեցողներն բանակ այսպես թե այնպես չեն էլ տանելու։ Բայց մեր օրենսդրությունում ըստ էության այդ պարտադիր արգելանքը ըստ էության չկա, ու եթե մարդը հնարավոր է սա օրենսդրական բաց է, հետագայում փոխլրացման ենթակա, որովհետև այսօր նաև քննարկվում է օրվա իշխանությունների կողմին անգամ կանանց պարտադիր զինվորական զինծառայությունը, եթե իրենք ինքնակամ այդ մասին դիմում են ներկայացրել։ Այս պարագայում սա ուղղակի փաստ է, որ մարդը կամ արտահայտության առնվազն հանդես եկել է, ու անկախ դրանից, հա, իրավապահ մարմինները առաջի անգամ չէ, որ իշխանական քաղաքական նպատակահարմարությամբ տարբեր գործընթացների եւ տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ իրենց միջամտություն են թույլ տալիս։ Կներեք, այսօր մեր հյուրն էր նաև իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԿՓ վարչության փոխնախագահ։ Ես նրան հարց տվեցի, արդյոք կարող է Նարեկ Կարապետյան մեղադրյալի աթոռին հայտնվել կամ ազատազրկման, ասաց կարող է, եթե պարզվի, որ կեղծել են ինչ-որ փաստաթղթեր, եթե պարզվի, որ կեղծել են ինչ-որ փաստաթղթեր, չպիտի մարդը պատասխանատվության ենթարկվի։ Իհարկե պետք է մարդը, եթե պարզվում է, որ ինչ-որ հանցավոր արարքում ինչ-որ հետազոտություններ չի անցել։ Նախ ես թույլ տվեք, եթե գնահատական է հնչեցվում, համոզմունք արտահայտել, որ պարոն Կարապետյանը, այսքան ժամանակ ես իր հետ շփվում եմ, համոզմունք հայտնել, որ չէր թույլ տա երբևիցե հակաօրինական գործընթացների մասնակից լինել։ Երկրորդ, ես թույլ տվեք համոզմունք հայտնել արդեն հայտնի իրադարձությունների հիման վրա, որ ցավոք սրտի մեր երկրում իրավունքի գերակայությունը ոտնահարված է եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քաղաքական օպոնենտները հետապնդման են ենթարկվում հենց իրավապահ մարմինների իրավունքներն ու լիազորությունները չարաշահելով։ Սա ուղղակի պնդում չէ, այդ մասին են վկայակոչում բազմաթիվ քաղբանտարկյալները մեր երկրում, ու կրկին, հա, այդ քաղբանտարկյալ որակումն էլ իմ գնահատականը ուղղակի չի։ ԵԽԽՎ-ն ունի հայտնի բանաձևը 2012 թվականին ընդունված 1900-րդ, որում հստակ հասկացություն է սահմանել, թե երբեմն մարդը քաղաքական բանտարկյալ։ Տիկին Մելոյան, ես հասկացա, դուք երևի նաև Սամվել Կարապետյանին, այլ ընդդիմադիր գործիչներին, այո, բայց պարոն Նարեկ Կարապետյանին պարագայում, եթե իրոք պարզվի, ես ոչ դատավոր եմ, ոչ քննիչ, ոչ էլ այլ իրավապահ համակարգի, արդյոք
իրավական process պետք է չլինի ամեն դեպքում։ Մի փոքր ինֆորմացիայի հետ հայացք նետենք, եթե կհիշեք, վերջերս նաև արտահոսք եղավ Չակերտավոր, որ նույն տարբեր իրավապահ մարմինները գրեթե երկրում գործող բոլոր բուժ հաստատություններից տեղեկանքներ են փորձել ստանալ Նարեկ Կարապետյանի անձնական կյանքի կարգավիճակի վերաբերյալ եւ որևիցե բացասական արդյունք ենթադրող բացասական հետևանքներ ենթադրող տեղեկատվություն այդպես էլ չի հաջողվել կորցել։ Հիմա այստեղ ի՞նչն է խնդիրը։ Ինչու է խնդրառույց, որ իշխանամերձ ընտանիքին պատկանող լրատվամիջոցով նման արտահոսք է կատարում, որովհետև նույն ինչպես նշեցիք, արդեն նախորդ թիվ, իշխանական падգամավորել կրկին որոշակի գնահատական է հնչեցրել։ Մեր երկրում եթե պարզվի, որ կեղծվել է կամ չարամտորեն չի իհարկե, թող իրավապահ, ես ջատագովն եմ, որ իրավապահ մարմինները լրիվ ամբողջական եւ արդար դատաքննություն իրականացնեն, բայց այստեղ լրջագույն խնդիր կա։ Խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկրում չեղարկել են օրվա իշխանության ներկայացուցիչները անմեղության կանխավարկածը։ Կարծում եմ դուք էլ չեք հերքի են իրականությունը, որ տարբեր ամբիոնները իրենց պաշտոնը օգտագործելով տարբեր հարթակները պարբերաբար տարբեր ընդդիմադիր գործիչներին կոնկրետ արարքներ են վերագրում, մինչդեռ մեր սահմանադրությունը հստակ եւ ինչը բխում է միջազգային կարգավորումներից հստակ տալիս է, որ մարդը անմեղ է համարվում իրեն վերագրվող արարքում այնքան ժամանակ, մինչև այդ ենթադրյալ հանցանքը հաստատող ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ գոյություն չունի։ Կներեք Տիկին Մելոյան, իհարկե իշխանական տարբեր падգամավորներ սուր գնահատականներ են հնչեցրել այդ ուղղակիորեն հակասող բայց նաև ընդդիմություն է այդպիսի բառապաշարով աչքի ընկնում, ասենք վաճառվել է թուրքերին թրքամետ է կամ Ալիևի Էրդողանի հրամաններն է կատարում Փաշինյանը։ Ուզում եմ ասեմ, այստեղ երկակիության բան կա, եթե այս մասով ասելիք ունեք այս ենթադրյալ գործի, խնդրեմ, ենթադրյալ գործը, ես կրկին արդեն եւ համոզմունք հայտնեցի եւ նաև մենք գիտենք, որ ցանկացած պարագայում մեղնել մուրճնել իշխանության ձեռքին է գտնվում եւ եթե ընդդիմադիր գործչի հետ կապված խնդրահարույց ինչ որ իրավիճակ լիներ, առավել եւս Սպահան Կարապետյանի, ով խոշորացուցի ներքո է գտնվում, արդեն վաղուց հարուցված գործեր կլինեն։ Դրա համար կարող եմ ինձ թույլ տալ հայտնել, որ այս բոլոր գործերը, որոնք ապագայում հարուցվելու են, շատ հավանական է հիբրիդային բնույթ ունեն եւ փորձում են մարդուն ընդդիմադիր գործչին լրացուցիչ հետագա ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու տեսանկյունից կապանքներ ստեղծել։ Այնպես որ եթե իրական փաստացի ապացույցներ կան, այդ պարագայում արդեն իսկ ես համոզված էի լինելով խոշորացուցի ներքո ի հայտ եկած կլինեն, ուստի եւ լուրջ մտահոգություն եմ հայտնում հայկական ժամանակի կողմից նման արտահոսքի վերաբերյալ։ Մենք իհարկե այս հարցով կհետևենք, տեսեք, Պարոն Նարեկ Կարապետյանի հարցազրույցից այդպես էլ օրինակ ինձ գոնե հայտնի չդարձավ, թե ԱՄՆ-ի հետ Հայաստան կառուցող, այսպես ասենք, Թրամփի ուղի նախագծին ոնց են երաշխավորելու այլ տերություններ, նա խոսում էր այսպես անվտանգային երաշխավորի մասին, ասելով, որ ԱՄՆ-ի կողմից խաղաղությունը երաշխավորված է, ասելով իշխանությունը սխալ մեսիջ է հանրությանը տալիս, մեզ պետք է ոչ թե վկա, այլ մեզ պետք է երաշխավոր, անգամ Չինաստանի անունն էր տրվում այդ հավանական երաշխավորների դաշտում, տեսեք, ակնհայտ է, որ Չինաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ դրանք առաջին երկուսը եւ վերջինը սուր գեոպոլիտիկ պայքարի մեջ են։ Ոնց է հնարավոր հայ-ամերիկյան պրոյեկտին բերել չինական երաշխավորություն։ Կարող եք ասել։ Շատ ուղղակի է հնարավոր, որովհետեւ տեսեք, աշխարհում միջին միջանցք ու տրանսկասպյան ուղիներ են ձևավորվում։ Սա բոլորիս քաջ հայտնի է, որ ամենամեծ բաժնետերը Չինաստանն է ու արդեն այն կյանքի է կոչվում ու իրագործվում է ու կապ է Չինաստանի եւ Միջին Ասիայի եւ արդեն արևմուտքի միջև ու շատ կարեւոր հարցադրում է օդում կախված մնում։ Իդեպ ես ասեմ, թե Թրամփի ուղու, թե դրան հաջորդող թիֆի վերաբերյալ մտադրությունների համաձայնագրի, որը վերջերս կնքվեց արտգործնախարարի մակարդակով, այստեղ բազմաթիվ հարցադրումներ են, օդում կախված մնում։ Պարոն Կարապետյանը շատ լուրջ ու շատ մեծ մտահոգություն բարձրացրեց։ Արդյոք մենք թրիփը կյանքի կոչելով, ունենալով հնարավորություն թե միջին միջանցքի, թե տրանսկասպյան ուղու հատված դառնալու,
օգտվելու ենք այդ հնարավորությունից, թե Trip-ը ընդամենը ինչպես գրանցված է ցավոք սրտի, հա, տարածի մեջ բերում անեմ։ Հայտնի հռչակագրում օգոստոսի 8-ին կնքված եռակողմ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այնտեղ ոնց է տարածի ձևակերպումը տված։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անխոչնդոտ կապ հաստատել Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Մինչ օրս այդպես էլ չպարզաբանեցին, ինչ ասել է անխոչնդոտ։ Արդյոք ես հարցը տամ, դուք պատասխանեք, հա, տեսեք։ Բայց եթե թույլ կտաք, այս հատվածը ավարտեմ, էլի, տեսեք։ Այդ տրամաբանության ներքո անխոչնդոտ կապը ինքը ենթադրում է հենց նույն, հա, որ երաշխի սկզբունքներն են երաշխավորված։ Ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավասությունը պետության։ Անխոչնդոտ եզրույթը ուղղակիորեն գալիս է 3 անկյունակարային սկզբունքներին հակասելու։ Կներեք Տիկին Մելոյան, ես այստեղ հակադարձեմ, հարցնամ, տեսեք, օրինակ այս հայտարարությունում հայ-ամերիկյան մի քանի անգամ գրված էր իրավազորություն, ինքնիշխանություն։ Եթե Հայաստանի պետական մարմինները ստուգումներ են իրականացնելու ցանկության եւ ռիսկերի դեպքում, ասենք զննում են իրականացնելու front office, back office սիստեման, այո։ Այո, եթե նրանք կարողանալու են լինել այդ front office-ում, այսինքն որոշումները իրենք են կայացնելու եւ ոչ թե բայց արդյոք հայկական ուժերն են front office-ում լինում, ինչպես հասկանում եք front office-ում չէ, բայց front office-ը ըստ այս հայտարարության ինքը ավելի տեխնիկական աշխատանք է կատարելու, փաստաթղթեր վերցնել, գումար գանձել եւ այլ, այսինքն այդ անխոչնդոտ բառը են մեր պատկերացրածը, որ ադրբեջանցիները գալու են անցնել եւ չեն հարաբերվում այդ հարցը դուրս չի գալիս, իսկ ինչու պարզաբանում չի դրվում այդ եզրույթը։ Լավ հարց եք տալիս, բայց նաեւ անխոչնդոտ կարող է նաեւ արհեստական խոչընդոտներ չստեղծելու։ Իրավական տեսանկյունից ես նաեւ մասնագիտությամբ իրավաբան եմ, մեզ պետք են երաշխիքներ։ Նման լրջագույն պրոյեկտները կյանքի կոչելու տեսանկյունից առավել եւս որ մենք այսօր աշխարհաքաղաքական նման վտանգների ենք առերեսվում, մեզ պետք են երաշխիքներ, որովհետև այո, այս Թրամփի ուղու հիմնական սուբյեկտը մենք ենք, դա իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իսկ մենք մինչ օրս ունենք իրավիճակ, որ չնայած այն հանգամանքին, որ այս հռչակագիրն է եռակողմ կնքվել, չնայած որ նախաստորագրված է խաղաղության պայմանագիրը, չնայած որ այս Trip-ը ընդունվեց, դեռ ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից մի քանի մարզերում դուրս չեն բերվում։ Իսկ ինչու դուրս չեն բերվում։ Դեռ մեր երկրում դելիմիտացիա դեմարկացիա է տեղի ունենում, որի հետ կապված հայտնի դուք կհիշեք, հա, աշխատակարգը սահմանադրական դատարանով անցավ, չանդրադառնանք, ի որակման ըստ իշխանության պետք է զորքերը դուրս բերվեն սահմանազատման արդյունքում։ Արդեն շուրջ 2 տարի է անցել եւ հարցադրում է էլի առաջամ, հա, ինչու անգամ 1 մետր դելիմիտացիոն դեմարկացիոն այդքան ամպագոր գործընթացից չի շարունակվում կյանքի կոչվել։ Բայց եկեք Թրամփի ուղուն վերադառնալը պարոն Կարապետյանը շատ տեղին հարցադրում է։ Չինաստանի երաշխավորություն բերել Ամերիկայի պրոյեկտի վրա, մի տեսակ դա գեոպոլիտիկ բախման չի տանում, որովհետև կնեք եկեք նաև խոստովանենք, որ ԱՄՆ-ն ինչ որ իմաստով Չինաստանի զսպելու, նրա աճը զսպելու կամ չգիտեմ նպատակով է այս պրոյեկտը իրականացնում, հիմա որ մենք Չինաստան էլ բերում ենք, ստացվում է։ Իսկ արդյոք մենք աշկանդված ենք Ամերիկայի շահերով, հենց այդ է խնդիրը։ Գիտեք, իմ գնահատմամբ մեր այսօրվա ընդհանրապես մեր բոլոր հարցերում կլինի անվտանգային, տնտեսական, սոցիալական, իրավական, այնա որ մենք առաջնայինը գերտերությունների շահերն ենք հաշվի առնում։ Կաշկանդված չենք, բայց այդ երկրի հետ ենք այդ պրոյեկտը իրականացնում։ Բարի, կլինի դա Ամերիկա, կլինի Ռուսաստանի Դաշնություն, կլինի Չինաստան, այս բոլոր հարաբերակցությունը աշխարհաքաղաքական ու գերտերությունների մենք մեր դիտարկումը տեսլական այն է, որ առաջնահերթությունը հայկական շահը պետք է լինի եւ այո հայկական շահի առաջնահերթությամբ փորձենք դիվանագիտական հարաբերություններ բանեցնել եւ պատահական էս երկու, հա, Միջանցքը եւ Տրանսկասպիանը չնշեցի։ Դա արդեն տեղի ունեցող երկու հսկայական պրոյեկտներ են։ Երկու գերտերություններն է, թե ԱՄՆ-ն, թե Չինաստանը, այստեղ շահագրգռվածություն է։ Ես չեմ հասկանում գործիքակազմը Չինաստանը ինչպես կարող է երաշխավորել
Չինաստանը կարող է ցանկություն հայտնել մասնաբաժին ունենալ եւ եւս օգտվել Տրամպի ուղուց եւ ընդհանրապես Տրամպի ուղին հնարավոր է մենք ավելի ընդլայնելու հնարավորություն ունենանք եւ այստեղ եթե մենք ունենանք հմոտ չի խոչընդոտում նրանց գալ անցնել Հայաստանով բայց դուք ասում եք ինչու է այդպես բան ասում ես դες հիմա ասում եմ մեր պատկերացումներ թե մենք ինչպես ենք փորձում Չինաստանին եւս եւ այլ գերտերությունների հետ ներգրավել այս բանակցային գործընթացը հայկական տեսանկյունից թե տնտեսական առումով թե դիվանագիտական թե ինչու ոչ նաեւ անվտանգային լրացուցիչ երաշխավորներ երաշխիքներ եւ շահույթ ստանալու տեսանկյունից եւ դա իրատեսական է պատկերացնելի է եւ կարծում եմ այդ տեսանկյունից մենք առաջարկելիք ունենք բնականաբար փոխ հարաբերությունները փոխարգալից մեր դաշնակից պետությունների հետ պահպանելու համատեքստում։ Իսկ ինչու ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել իր իսկ պրոյեկտի անվտանգությունը։ Իհարկե կարող, Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ ինչով ենք մենք հերքում, որ ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել։ Կասկածի տակ է դրվում, եթե Չինաստան ենք բերում։ Չէ, բնավ ոչ։ ԱՄՆ-ն ասում ենք ոնց որ դու չես կարող երաշխավորել, որ օրինակ Ադրբեջան չի հարձակվի քո պրոյեկտի վրա։ Բնավ ոչ, հենց նպատակը այն է, որ մեկ գերտերությանը չդարձնենք միայնակ մոնոպոլիստ, հա, մեր տարածքում։ Նպատակը այն է, որ տարբեր խաղացողների հետ շահերի ներգրավում փորձենք իրականացնել։ Շատ լավ, տեսեք, նաև Սամվել Կարապետյանի անվան շուրջ եւ գլխավոր քննադատություններից մեկը հետեւյալն է, որ նա միլիարդներից ավելի այսպես բիզնեսներ ունի Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանը պարզ է, որ այնտեղ քաղաքական հովանավորություն եթե չունես, չես կարող միլիարդներ կուտակել եւ կախված է Կրեմլի կամքից եւ չի կարող Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել։ Սա այն գլխավոր քաղաքական մեղադրանքներից է։ Պարոն Նարեկ Կարապետյանը սան հակադարձելով ասում էր, որ նա Հայաստանում թիվ 1 ներդրողն է, հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է եւ Հայաստանի շահերը նրա համար առաջնային են, բայց մենք խոսում ենք Կրեմլի մասին, հա, սա արդյոք չի նշանակում, որ կարող է Կրեմլը իրականում սպառնալ, օրինակ Սամվել Կարապետյանն ասում է լինելու է մեր ղեկավարը, հա, եթե այս որոշումը չկայացնես, քո բիզնեսներից կզրկվես եւ այլն այս տրամաբանության մեջ։ Տեսեք, այո, Սամվել Կարապետյանը այս շարժման գործունեության միավորի ակունքում է գտնվում եւ ինքն է առաջնորդը, հա, քաղաքական։ Այս տեսեք, Սամվել Կարապետյանը բիզնես գործունեությամբ է զբաղվում եւ մեծ ակտիվ ունի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, նմանաբնույթ ակտիվ կան եվրոպական երկրներում, արաբական էմիրություններում, ու Սամվել Կարապետյանը հասկանում եմ, Սամվել Կարապետյանը այն գործիչներից է, որ նախ լինելով, հա, Ռուսաստանի Դաշնությունում մեծ ակտիվ ունեցող գործարար, ինքը իրեն հաջողվել է այնպիսի բալանսավորված բիզնես տնտեսություն կառուցել անձնական, որովհետև եկեք ընդունենք, այս աշխարհի մասշտաբով ամենախոշոր հայերից է, ով Forbes-ի ցուցակում է գտնվում, իրենք երկուսն են այդպեսին, հա, մեկը Սամվել Կարապետյանն է, ով դժբախտաբար այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ է, մյուսը Ռուբեն Վարդանյանն է, ով դժբախտաբար Ադրբեջանի Հանրապետությունում այսօր ռազմագերի է։ Ու տեսեք, Սամվել Կարապետյանը այնպիսի բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում բիզնես է կառուցել, որ անգամ եթե Կրեմլի հովանավորությունը ունենար, ակնհայտ կամ կապերը առնչելի լինեին, այսօր սանկցիաների տակ կգտնվեր, նա այդպիսի իրավիճակում ու կարգավիճակում առաջին չի գտնվում։ Երկրորդ, հա, հասկանալի է, քաղաքական ճնշման երկրորդ, արտաքին քաղաքականության երկրորդ հանգամանքը, որը նրա հենց դիվանագիտության եւ հեռատեսության մասին է, ինչպես նաեւ լայն աշխարհայացքի մասին է վկայակոչում, գնահատականներն են, հա, լինելով նույն Ռուսաստանի Դաշնությունում խոշոր գործարար, նա երբեք չի վատթարացրել արևմուտքի հետ իր հարաբերությունները եւ երրորդ ճնշման տեսանկյունից այսօր Սամվել Կարապետյանը հայկական արժեքների հիմքով, երբ եկեղեցին, հա, հետապնդվեց եւ կարծում եմ բոլորիս համար ամենալրջագույն կարմիր գիծը հատվեց, որովհետեւ եկեղեցու հետ կապված անգամ մարդիկ, ովքեր ազգային պատկանելությամբ իրենց հայ են համարում, բայց դավանանքով չունեն, հա, որևէ որոշում։ Ամենավառ քրիստոնյայից է առաջ հիմա եկեղեցու կողքին են կանգնած։ Այս մարդը այսօրվա դրությամբ իր անձնական ազատությունն է զոհել, չի գնացել պայմանավորվածությունների եւ հետքայլ չի իրականացրել։ Իսկ իշխանությունից եղել է պայմանավորվածության առաջարկ, պարոն Կարապետյան։ Ես որևէ նման տեղեկատվություն չեմ տիրապետում, բայց ես համոզմունք ունեմ, որ եթե նպատակ ու ցանկություն լիներ փոխպայմանավորվածություն գալու, որոշակի հենց բիզնես շահեր զիջելով,
այսօրվա իրավիճակը չէր ստեղծվի։ Տիկին Մելոյան, ամեն դեպքում դուք չասացիք, պարոն Կարապետյան, ոնց է դիմադրելու Ես Կրեմլի հստակ ասացի, որ շանտաժին, որ այս քաղաքական որոշումը կայացրու, հակառակ դեպքում հստակ ուղիղ կզրկվես քո պատճառ բիզնեսներից։ հետևանքային գիծը տարանք, որ արդեն պարոն Կարապետյանը կոնկրետ իր բիզնես շահը վնասելու արժեքով ապացուցել է, որ իր վրա ճնշում գործադրելը, երբ հակառակ կողմում նժարի վրա հայկական շահն է, իր ազգի, իր պետության շահն է գտնվում, ինքը պատրաստ է կորուստների գնալ։ Նկատի ունեք եկեղեցու տրամաբանության մեջ։ Այո, եթե այսինքն այնպիսի ճնշում է իրականացվում, ավելի իրականացվում, մեծ կալիբրի ինչու մասին է նույնական չէ, եթե պարոն Կարապետյանը ղեկավարում է մեր երկիրը, պետը քաղաքական պատասխանատվություն է կրում, արդեն ինքը այս օրինակով եկեղեցու ցույց է տվել, որ իր վրա ճնշումներ բանեցնելը զուտ տնտեսական հիմքով մի փոքր անհավանական է։ Կարապետյանը բիզնեսները Հայաստան չի բերում, համ մեր տնտեսությունը կզարգանա, համ էլ այդ ճնշման գործիքը չի լինի իր վրա։ Մյուս բիզնեսներ, որոնք դեռ չի բերում։ Քիչ առաջ այո, ինձ նախորդիվ դուք ինքներդ ասացիք, որ առաջնային ներդրողներից է, հարկատուներից է պարոն Կարապետյանը, նաև ինձ թույլ տամ ասեմ, որ անասելի քանակի բարեգործություններ ունի կատարած։ Ես կողքից մարդ լինելով, ով նոր եմ այս ընտանիքին ճանաչում, հա, այս գաղափարական հիմքով աջակցում եմ իրենց ու նաև իրավական առումով, որովհետև իմ համար մասնագիտական արժանապատվության խնդիր է, երբ մեր երկրում այսպիսի հետապնդումներ են տեղի ունենում, այս մարդիկ անգամ չունեն գույքագրած իրենց բարեգործությունները, հա, ես օրինակ հարցադրում եմ բարձրացրել, ասել եմ, կարող եք ցույց տաք այս տարիների ձեր արվածը, իրապես այնքան իրական բարեգործություն է եղել առանց որևէ քաղաքական եւ այլն հետագա նպատակը շահագրգռական նպատակահարմարության, որ մարդիկ չեն գույքագրել, ես եմ հիմա նստած այստեղից հավաքում։ Ոչ մի բան կասկածի տակ չէ դնում, այդ թվում բարեգործությունը, բայց որպես երկրի ղեկավար նա չի լինի արդյոք խոցելի կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի համար։ Օրինակ Կիպրոսը կարող է պարոն Կարապետյանին ճնշել եւ ասել քո բիզնեսները մի քիչ իհարկե կատակի եմ տալիս, բայց հա, բայց եթե մարդը երկրի ղեկավար է ուզում դառնալ, պետք է որ արտաքին ճնշման գործիքների չենթարկվի։ Պարոն Անանյան, իսկ դա խոցելիություն է, թե առավելություն։ Չէ, խոցելիություն է, Ես կարծում եմ, իսկ ով կա երկրորդ հայը Սամվել Կարապետյանի մասշտաբի, որ կարող է ավելի լայն հնարավորություններ քո կարողության մի զգալի մասը մի երկրում է, դու չես կարող Հայաստանի Հանրապետության։ Դու չես կարող այդ երկրի հետ հավասար է խոսել, որովհետև այդ երկիրը Իսկ ինչու է կարծում, որ չի կամ ասում եմ մարդը այսօրվա դրությամբ դրանից լավ դու կորցնելու բան ունես, մի քիչ ձայնը ցածր կկորցնի։ Սամվել Կարապետյան պատրաստ է կորցնելի կարողություն։ Ասում այսօրվա դրությամբ մենք փաստ ունենք, ես դատողություն չեմ անում։ Եկեք կոնկրետ ասենք, պարոն Կարապետյանը կկորցնի իր ունեցվածքը հանուն Հայաստանի Հանրապետության։ Տեսեք, այս հարցին միայն միակ մարդը, որ կարող է հստակ պատասխան տալ, դա պարոն Կարապետյանն է, բայց մենք ունենք այս բայ դրությամբ իրողություն, որ մարդը զիջել է իր անձնական ազատությունը եւ ինչու ոչ նաեւ տնտեսական շահը հայկական արժեքների համար։ Ես ձեզ հասկացա։ Պատասխանը միանշանակ կլիներ իմ դիտանկյունից։ Շատ լավ, հասկացա ձեր տեսակետը։ Ինչպես է պարոն Կարապետյանը բանակցելու Հայաստանի անունից, ինչպես է ղեկավարելու Հայաստանի Հանրապետությունը, եթե չունի այդ իրավունքը։ Ինձ շատ հետաքրքիր է, այսինքն Հայաստանի ղեկավարը, ասեմ, տեսեք, Հայաստանի ղեկավարը վարչապետն է։ Նա չի կարող ընտրվել վարչապետ, բայց Նարեկ Կարապետյանն ասում է, նա լինելու է մեր ղեկավար։ Այսինքն ես կարող եմ արդյոք մտածել, որ նա լինելու է ստվերային ղեկավար, որը ստվերում որոշումներ է կայացնելու, չի կրելու քաղաքական պատասխանատվություն եւ լինելու է վարչապետ, որը ենթարկվելու է նրան։ Պարոն Անանյան, այս հարցերին, ինչպես պարոն Կարապետյանն էլ նշեց արդեն, պատասխանները կտրվեն փետրվարի 12-ին, կուսակցության համագումար է տեղի ունենալու, այդ ժամանակ կհստակեցնեն, բայց ես կարող եմ մի պնդում անել, որ բնականաբար ամեն ինչ իրավունքի, օրենքի, իրավակարգավորումների շրջանակում է տեղի ունենալու։ Մենք ներկա օրենքներից ենք, չէ՞ խոսում, եթե մարդը չի կարող վարչապետ դառնալ, ոնց է լինելու մեր պատասխանը, քանի որ մենք չգիտենք դեռևս թե ինչ ձևաչափով են ներկայացնում, դրանք ձեր կողմից նշված է ենթադրություններ են։ Այդ հարցադրումների դուք ասում եք, որ նա լինելու է մեր ղեկավարը։ Մեր ղեկավարը կարող է լինել։ Չեմ ասում մեր ղեկավարն է լինելու, ես ասել եմ մեր առաջնորդն է։ Նարեկ Կարապետյանը ասում է Հայաստանի ղեկավարը։ Հայաստանի ղեկավար կարող է լինել բացառապես վարչապետը, չէ՞, բայց նա չի կարող վարչապետ դառնալ։ Այդ դեպքում ոնց է լինելու Հայաստանի ղեկավարը։
այդ հարցադրումներին փետրվարի 12-ին համապարփակ ես հուսով եմ դուք ներկա կգտնվեք, համապարփակ պատասխաններ կտրվեն։ Չէ, բայց դուք սահմանադրագետ եք, օրենքի իրավունքի մարդ։ Ոնց է հնարավոր։ Ես կուզեի այս ժամանակ, քանի որ այս հարցադրումները հիմա առժամանակ են, հետագայում երբ փետրվարի 12-ը տեղի ունենա, ես մեծ սիրով կգամ ավելի մանրամասն այս թեմայից կխոսեմ, բայց այո, մեր սահմանադրությունը հստակ ցենզուր ունի վարչապետի պաշտոնի համար, падգամավորների պաշտոնների համար, որոնց չի համապատասխանում պարոն Կարապետյանը։ Այո, որովհետև վերջին 4 տարում հստակ սահմանումը կա, հա, թե ով պետքա բավարարի։ Փետրվարի 12-ից հետո եթե հարկ կգտնեք, ելի կրկին կայցելեմ, այդ մասին կզրուցենք, օրինակ ես կուզեի հենց Սամվել Կարապետյանի 5 ուժեղ տնտեսական քայլերը քննարկենք, եթե ձեզ հետաքրքիր է։ Ասեք տնտեսական, այո, հարցեր որովհետև տեսեք, այստեղ քանի որ այս փուլում մենք այս առաջարկը ունենք, արած ձևավորված է, եկեք իրատեսական առաջնորդվենք այս պայդրությամբ սեղանին դրված, հա, փաստերով։ Իսկ ձեր ասած հարցադրումից ոչ թե խուսանավում եմ, այլ քանի որ դուք չպատասխանեցիք, ասեցիք 12-ին, դրանից հետո կարծնեք չենք զլանա։ Հիմա տեսեք, նախ ուզում եմ նշել այս 5 տնտեսական քայլերը, այնպես չէ, հա, որ նախընտրական խոստում են կամ sense թղթին տրված մնալու են կամ էլ մեկ օրում կամ մեկ ամսում են մշակված, սա հենց Սամվել Կարապետյանի բիզնես գործունեությունը հաշվի առնելով, երկարաժամկետ լրջագույն տնտեսագետների մասնակցությամբ, թե փորձագետների մշակված տնտեսական ծրագիր է, որոնց հատկապես 5 կարևորագույն քայլերը առանձնացված մեր հանրությանն ենք ներկայացնում։ Առաջինը 300,000 նոր աշխատատեղերն են ու կենտրոնացված չէ, հա, ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով բաշխված։ Սա լրջագույն փոփոխություն է լինելու 5 տարվա կտրվածքով, որովհետև մենք փաստացի ունենք այդ աշխատուժը մեր երկրում, մենք այն ազգերից ենք, որ բավականին լայնամասշտաբ արտագնա աշխատանքներ ունենք եւ փորձ է արվելու այնպես կազմակերպել, որ այս աշխատուժը մնա մեր հայրենիքում, ինչը գիտեք, փոխկապակցված մի շարք խնդիրներ է առաջ բերում։ Օրինակ տարական դեմոգրաֆիական աճը, հա, որը մեր ազգերի համար ճակատագրական է։ Եվ մարդիկ ունենալու են աշխատատեղեր ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով իրենց բնակավայրերին մերձակայքով բաշխված։ Երկրորդը դա փոքր բիզնեսի հարկերից ազատումն է։ Ինձ համար որպես իրավաբան եւս զարմացուցիչ էր, որ այդ փոքր բիզնեսը մեր երկրում ընդամենը շուրջ 2.5% է հասնում եւ այնպես չէ, հա, որ իրենց հարկահավաքությունը հատկապես նախորդ տարվա գումարած այդ 5% ավելացված հարկը մեծ բյուջեի նեղություն է միջին բիզնեսը տրոհվի եւ դառնա փոքր բիզնես, որ հարկեր դրա լուծումն էլ կա։ Հիմա մեր պետական եկամուտների կոմիտեն ունի էլեկտրոնային համակարգ, որոնք շատ հեշտ վերահսկելի են, այնտեղ արձանագրված է, որոնք են խոշոր եւ միջին բիզնեսները։ Ու ինչ է արվում, երբ դու փոքր բիզնեսին շնչելու հնարավորություն ես տալիս, 0% հարկ ես սահմանում, դու խթանում ես, որ ոչ թե փակվեն լրացուցիչ հարկային ծառաբեռնվածությունից ելնելով, ինչը նախորդիվ տեղի ունեցավ նախորդ տարի, կամ ծառայությունների արժեքները բարձրացնեն, որպեսզի կարողանան գոյատևեն, այլ այս բիզնեսը շնչի, ընդլայնվի, դառնա միջին բիզնես, գա հարկային դաշտ ու կրկին օղակով գնա այդ ի նպաստ նորաստեղծ բիզնեսների։ Երրորդ առաջարկը դա 20% էժան դեղորայքն է բոլորի համար։ Սա իմ կարծիքով լրջագույն առաջարկներից է, որովհետև ի համեմատ անգամ հարևան երկրների ուսումնասիրություն է իրականացվել, մի շարք առողջության համար առաջնային նշանակության դեղամիջոցներ մեր երկրում էական թանկ են եւ գոնե առնվազն 100 անուն առաջնային նշանակության դեղամիջոցներ ունենալու են հստակ գնային նիշա, որով տնտեսվարողը առաջնորդվելու է։ Չորրորդը դա բերքի երաշխավորված մթերումն է գյուղերում։ Մենք նախորդի տարիներին բազմաթիվ օրինակներ ենք տեսել, հա, երբ գյուղացին իր բերքը ստեղծում է ու մթերման խնդրի առաջ է կանգնում։ Օրինակ կհիշեք հայտնի դեպքը, երբ գյուղացիները խաղողը մայրուղու վրա են նետել, որովհետև չեն կարողանում իրացնել եւ գոնե առնվազն եկամուտը ստանալ իրենց ապրուստը եւ հետագա բերքատվությունը իրականացնելու համար։ Այստեղ ինձ համար շատ կարեւոր է, որ նախատեսում ենք օրակարգում ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով գյուղատնտեսական նշանակությունից ելնելով նմուշագրում, հա, տարածքների, որը 70-ական թվականներից չի իրականացվել։ Ու դրա շնորհիվ կարող են գյուղացիներին օրինակ խորհրդատվություն իրականացնել ու այդպես է կազմակերպվելու, թե իր տարածքի հողը ինչ տեսակ բուսատեսակի համար է պարարտ։ Եվ վերջում դա 20,000 մաչելի բնակարաններն են պետական աջակցությամբ,
այստեղ բոլորիս համար գաղտնի չի, հա, մեր շինարարական բումը, որ մեր ոչ թե հանրապետությունում, այլ քաղաքում տեղի է ունենում։ Եվ այդ շինարարական բումի տրամաբանությունը, եթե այն պետքա լիներ, որ մարդիկ կարողանային ավելի մաչելի ու նպաստավոր պայմաններով բնակարաններ ձեռք բերել, այստեղ խնդիրներ ծագեցին, օրինակ ենթակառուցվածքների տեսքով, հա, անհատ բաժանորդի սեփականատիրոջ վրա լրացուցիչ ֆինանսական բեռ ավելացավ, ել չասված ֆինանսական կոռելացիան, թե քառակուսի մետրի արժեքով ինչքան գնաճ տեղի ունեցավ բնակարանների։ Կնեք, եթե տնտեսությունից խոսենք, այս հարցով արդեն ամփոփենք, ժամանակը լրանում է։ Պարոն Նարեկ Կարապետյանն ասում էր, որ Սամվել Կարապետյան վերջին 5 տարում դարձել է Հայաստանի թիվ 1 ներդրողը։ Ինձ մոտ հարց է առաջանում, եթե վերջին 5 տարում թիվ 1 ներդրողն է դարձել Կարապետյան ընտանիքը, ոնց է ստացվում, որ վատ է Հայաստան տնտեսական վիճակը, եթե վատ լիներ, հաստատ ներդրումներ չէին անի, ինչքան էլ սիրեն երկիրը եւ այլն, բայց հաստատ մարդը իր կապիտալը պես ասենք չի ներդնի կործանվող երկրում։ Ընդ որում պատերազմից հետո է պարոն Կարապետյանը Հայաստանում ներդրում անել, երբ քաղաքական իրադրությունը ավելի վատ էր, քան այսօր։ Գուցե ընդունենք, որ կա աճ, կա հարմար պայմաններ, կամ Հայաստանը ամենադինամիկ զարգացող տնտեսություններից ունի, ինչպես պարոն Կարապետյանն էր ասել։ Տեսեք, այստեղ ինչա տեղի ունենում, հա, այո, պարոն, ինչու եք կարծում նախ որ բիզնես շահից ելնելով այդ ներդրումը կատարվել, այլ ոչ թե սոցիալական պատասխանատվությունից ելնելով իր ազգի նկատմամբ։ Եթե մարդը գիտի փողը հետ չի բերելու, դժվար է, բարեգործություն կա։ Օրինակ հեծի պարագայում հենց այդպես է իրականացվել, դուք հիշում եք, հա, որ ինչպես տեղի ունեցավ հենց պրոյեկտը, Էլեկտրիկ Երևանը տեղի ունեցավ, որովհետև հոսանքի սակագնի բարձրացում էր նախատեսվում ու բացառապես սնանկության եզրին հասցված կազմակերպություններ դա սոցիալական պատասխանատվությունից ելնելով այս մարդը հսկայածավալ քանակի ներդրումներ իրականացվեց։ Հիմա այո, հաշվի առնելով Սամվել Կարապետյանի խոչընդոտ կապը Հայաստանի Հանրապետության հետ, նա դեպի մասնավոր նախաձեռնություններից հիմա անցում է կատարում դեպի պետական նախագիծ։ Նկատի ունի, եթե վատ է Հայաստան, ոնց կարելի է դառնալ թիվ 1 ներդրողը, եթե վատ է։ Իսկ հնարավոր բազմակի անգամներ հենց սոցիալական պատասխանատվությունից ելնելով, որպեսզի աջակցի իր երկրի տնտեսությանը ու ինչու՞ չեք երկրորդի հարցադրումը կատարում, հնարավոր էր շատ ավելի լավ լիներ Հայաստանի տնտեսությունը, եթե մի շարք կառավարման հետ կապված սախողումներ տեղի չունենային։ Կամ ինչպես Կարեն Կարապետյանն էր ասել 17 թվին համատարած թալան չլիներ տասնամյակներ շարունակ երկրում, այո։ Կամ ինչպես տեղի ունեցավ այս տարի հունիսին, օրինակ հեսը չխլվեր ու ներդրողների համար այսպիսի անբարենպաստ իրավիճակ չստեղծվեր մեր երկրում։ Շատ լավ, վերջին հարցը արդեն կուսակցության ֆորմատով ձեր շարժումը երբ է հանդես գալու 12-ից։ Փետրվարի 12-ից է այդ քաղաքական այդ քանի որ այս պահի կուսակցությունն է ոնց հասկացանք արդեն։ Այո, տեսեք, այս պահի դրությամբ կա հասարակական կազմակերպության ձևաչափով իրավական տեսանկյունից եւ փետրվարի 12-ը արդեն կա գրանցված կուսակցություն, փետրվարի 12-ից էլ հետագա գործունեության մանրամասները եւ քաղաքական հարցադրումների պատասխանները կտրվեն։ Շնորհակալ եմ, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Գոհար Մելոյանին։